Բարի օր իմ շատ սիրելի Աստծո ժողովուրդ, օրհնված լինի ձեր օրը, ձեր ժամը։ Եթե առաջի անգամ եք հայտնվել մեր էջում, խնդրում եմ բաժանորդագրվեք, որ հաղորդակից լինեք մեր եկող շատ հրաշալի պատգամներին եւ նախորդ պատգամներին, կարող եք ուսումնասիրել էջը։ Ամեն։ Այսօր իրականում պիտի խոսեմ նորից հպարտության մասին, երկրորդ մասն է սա։ Նախորդին մենք հիմնականում քննարկեցինք, թե այդ ավելին, որ սատանան է մեզ առաջարկում, դա խաբկանք է եւ տանում է կործանման, որ հպարտությունը բերում է անհնազանդություն։ Մենք ուսումնասիրեցինք սատանայի, Ադամ եւ Եվայի անհնազանդությունները, հպարտությունները եւ իրենց ավարտը, որ բոլորն էլ խաբկա տարան կործանման։ Խոսեցինք Ոզիայի մասին, Եզեկիայի մասին, ով հպարտությունից չկարողացավ Աստծուն գոհունակ լինել, տեսանք, որ հպարտությունը չի թողնում մեզ, որ իսկապես շնորհակալ լինենք մեր շուրջիներին, Աստծուն կամ որևէ մի բանին, այլ կուրացնում է մեր աչքերը եւ տեսնում ենք, որ բոլորը պարտավոր են մեզ։ Կարող եք, եթե չեք լսել այդ պատգամը, անպայման լսեք հպարտության խաբկանքը եւ անհնազանդության վերջը վերնագրով մեր էջում դրված է։ Այսօր հիմնականում պիտի կենտրոնանանք Սավուղի կյանքին։ Շատ հետաքրքիր անձնավորություն է եւ հպարտության մի այլ տեսանկյուն է սա։ Հպարտություն, որը գալիս է իրականում անինքնավստահությունից, որը գալիս է ցածր ինքնագնահատականից։ Այո, հպարտության կա տեսակ, որ գալիս է մարդու ցածր ինքնագնահատականից եւ դա կտեսնենք իրականում Սավուղի կյանքում։ Ամեն։ Մեր պատմությունը Սավուղի գրված է առաջի թագավորածում եւ առաջի հենց տեղից, երբ Սամվել մարգարեն օրհնում է Սավուղին եւ օծում է եւ ասում է այսինչ օրը արի եւ քո թագավոր լինելու, այսպես ասած, արարողությունը կատարենք։ Եվ հենց այդ վարքյանից տեսնում ենք Սավուղ, որ իր ճանապարհից շեղվում է։ Ամեն։ Պիտի կարդամ առաջին թագավորաց 13:8-11։ Անիկա Սամվելին որոշած ժամանակին չափ 7 օր սպասեց, բայց Սամվել գաղ-գաղակ չեկավ, ու ժողովուրդը անոր ցրվեցավ։ Ու Սավուղը ասավ. ողջագեզը ու խաղության զոհը իմ մոտ բերեք։ Ինք ողջագեզը մատուցանեց, երբ Անիկա ողջագեզը մատուցանել է լմնցուց, այն ադեն Սամվել եկավ եւ Սավուղի լավ զանիգա դիմավորելու ու բարևելու։ Սամվելը ասավ. ինչ ըրիշ, Սավուղը ասավ. դեսա թե ժողովուրդը իմ քովես կծրվի, ու թուն կու որոշած օրերոտ մեջ չգար, ու փղշտացիները մակմասի մեջ հավաքված են։ Ասի փղշտացիները հիմա իմ վրա գաղ-գաղակի պիտի իջնեն, ու ես Տիրոջը առջև աղոտ գրած չեմ, ուստի համարձակելով ողջագեզը մատուցանեցի։ Այո, իրանք պետքա ողջագեզ մատուցանեին եւ պատերազմ էր սկսում եւ առաջի հենց տեղում տեսնում եք մարդիկ ծրվեցան իր մոտից եւ դա վախեցրեց Սավուղին, որ մարդիկ իրանց մոտից հեռանում են։ Եվ նա չկարողացավ սпасել Աստծուն։ Եվ ինքը իր վրա վերցրեց ողջակեզը մատուցանելու գործը։ Նույն նմանատիպ պատմություն մենք կարող ենք տեսնել Ոզիա թագավորին։ Հիշում եք, որ նա մտավ եւ ինքն էր զոհերը մատուցում, խունկ ծխում եւ որ եկան իրան ասեցին, որ պետք չէ այդպես անես, քո բանը չի։ Որովհետեւ գիտեք, Աստված օրենքներ ունի եւ Աստծո օրենքն էր, որ այս բաները մարգարեները կամ քահանաներին է տրված անել, թագավորին ուրիշ բաներ էր տրված անել։ Այստեղ նույնպես տեսնում ենք, որ թագավորը, այսպես ասած, իր քիթը մտցնում է ուրիշի գործերի մեջ, իրեն թույլ տալով անել այդ բանը։ Եվ գիտեք, այստեղ մի ուրիշ հետաքրքիր բան կա։ Երբ որ մենք սպասում ենք Աստծուն մեր խնդիրները լուծելու համար, եւ մեր կարծիքով, որ նա ուշանում է, 8 օր լմնցած էր, ասում է, եւ դու չեկար, նա վերցնում է իր վրա, որ նա անի։ Եվ որ մենք չենք կարողանում Աստծուն սпасել եւ աճապարում ենք, որ ինչ որ բան անենք, դա արդեն հպարտություն է սիրելիս։ Եվ տեսնում ենք նա այդպես անհնազանդ եղավ Աստծուն։ Երկրորդ բանը, որ տեսնում ենք այստեղ, որ ինքը վախենում էր, որ մարդիկ իրանից կհեռանային։
Ասում է, որ նայեք 11-ում ինչ ասում, տեսա թե ժողովուրդը իմ քովես կծրվի։ Այսինքն այնքան կարևոր էր մարդիկ, որ իր մոտ հավաքված էին իր շուրջը, պետքա բոլորը իր շուրջը հավաքվեն, իր մոտից ծրվեցան եւ դա վախեցրեց Սավուղին։ Դա հպարտություն է սիրելիս, երբ որ քո կարծիքը, քո ինքնագնահատականը կախված է մարդուց եւ մարդը պետքա բարձրացնի քեզ։ Եվ այստեղ տեսնում ենք, որ Սամվելը իհարկե ըսավ 13-րդ խոսքում Սամվելը Սավուղին ըսավ. հիմարություն արիր, որ քո Տեր Աստծուդ քոեզի բադվիրած բադվիրանքը չբահեցիր, Դերը քու թագավորությունդ Իսրայելի վրա մինչև հավիտյան պիտի հաստատեր, բայց հիմա քու թագավորությունդ հաստատ պիտի չլա։ Այսինքն այս իրակատարածով Աստծո օրհնությունը նա կտրեց իրանից։ Սիրելիս, եթե մենք հպարտության ու անհնազանդության մեջ ենք, անհնար է մենք շարունակենք մնալ Աստծո օրհնությունների մեջ։ Եթե Աստծո օրհնությունները չի գործում քո կյանքում, եթե Աստծո հետ հարաբերությունները կանգնել են, ուրեմն այնտեղ կա ուրեմն անհնազանդություն եւ հպարտություն։ Աստված ասում է գնա այս ճանապարհով, բայց դու չես հետևում այդ ճանապարհին եւ քո ուզածն ես անում, դա հպարտություն է։ Եվ որ դու Աստծուն չես սպասում, որ Աստված ինքը առաջնորդի քեզ։ Լինի դա քո բիզնեսը սկսելու համար, քո եկեղեցին գնալու համար կամ հարցերի մեջ։ Անհնար է լինել հպարտության մեջ, բայց շարունակել Աստծո օրհնությունները վայելել, որովհետև մեղքը ինքը մահ է բերում։ Ոչ թե Աստված է պատժում, այլ մեղքը ինքը բնությամբ բխտորում եւ աղտոտում է մեզ։ Դրա համար մենք չենք կարող վայելել Աստծո օրհնությունները, որ Աստված ունի մեզ հետ։ Սավուղ չհամբերեց Աստծուն։ Սավուղ մտածում էր իրան ամեն ինչ կարելի է եւ նա իրան թույլ տվեց ողջակեզը ինքը մատուցի այն գործը, որ Աստված իրեն համար չէր նախատեսել։ Աստված եթե քեզ համար չի նախատեսել մի բան, բայց դու այնքան շատ ես ուզում այդ բանը ունենալ, որպեսզի մարդիկ, չգիտեմ, ինչ է քո պատճառը, որ դու ուզում ես այդ բանը ունենաս, մարդկանց քո փառքը ցույց տալու համար, թե ցույց տաս ինչ կարող ես դու կամ ինչ լավն ես դու, ինչ իմաստուն ես, ինչ խելացի ես, ինչ աստվածային ես դու, դրա համար կատարում ես ինքդ մի բան, որ Աստված քեզ չի տվել, որ դու այդ գործը անես։ Դա հպարտություն է սիրելիս։ Նրա հպարտությունն իրականում թույլ չէր տալիս նրան, որ հանկարծ ինչ որ մեկը իրան ոչ ասի, որ ինչ որ մեկը իրան մերժի, որ իր եսը տապալ չգա, բոլորը պետք է հավաքված լինեն իր շուրջը եւ ոչ մեկ իրանից չհեռանա։ Դա խոսում է հպարտության մասին սիրելիս։ Մի ապրեք իրականում մարդու կարծիքի եւ մարդու համար, այլ ապրիր քո կյանքը Աստծո առաջ, Աստծո համար կատարիր այն բաները, որ ինչ ուզում ես կատարես։ Լավ, Աստված ինքը սովորացնում ասում է, թաքունում արա ինչ անում ես, հնազանդությունդ թաքունում արա, թաքուն տեղը աղոթիր, թաքուն տեղը ծոմ պահիր, ինչ անում ես, ոչ թե ի ցույց բոլորին անես, այլ թաքուն տեղը եւ ես քեզ ասում եմ, հայտնապես պիտի օրհնեմ եւ հայտնապես պիտի պատասխանեմ, ամեն։ Հաջորդ պատմությունը նորից Սավուղից է լինելու առաջին թագավորաց 15-ում գրված, շատ հետաքրքիր պատմություն է, կուզենայի ամբողջը կարդալ, բայց մեր ժամանակը չի հերիքի, դրա համար կպատմեմ եւ կարևոր մասերը կընթերցենք, ամեն։ Պատմությունը նրա մասին է, որ Սամվել մարգարեն իրականում ասում է Սավուղին, որ նա պետքա գնա ամաղեք, պատերազմ անի, ոչնչացնի ամեն բան, փոքրից մինչև մեծ եւ պատերազմ մղի, թագավորին սպանի, բոլոր կենթանիները, ոչինչ, ոչ մի բան պետքա ողջ չթողի։ Եվ տեսեք 15:9 եմ կարդում, թե Սավուղը ինչ արեց։ Բայց Սավուղ ժողովրդին հետ Աքագը թագավորն էր ամաղիկացիների։ Աքագը եւ ոչխարներուն ու արջառներուն աղեգներեն ու կերերեն եւ գառներն ու ամեն պատվական բաները խնայեցին եւ չուզեցին ցանոնք ջարդել, միայն բոլոր անարգ ու անպիտան անասունները ջարդեցին։ Սավուղ իրականում խնդիր ուներ հնազանդության, նա չէր կարողանում հնազանդվել իր վրա դրված մարգարեին եւ Աստծո խոսքին։ Հպարտ մարդը ընդհանրապես չի կարողանում հնազանդության մեջ լինել, դա մենք արդեն որերորդ անգամ է տեսնում ենք։ Եվ նա տեսեք ինչ արեց, թագավորին ու լավ
Այսպես ասած, կենդանիներին նա չսպանեց, միայն վատերին սպանեց։ Գիտեք, հպարտության մեջ մենք հիմնականում տեսնում էինք անհնազանդություն, բայց նայեք, ոչ միայն անհնազանդություն, այլ փառասիրություն կա այստեղ, ինչը լավ էր, նա չկարողացավ դրանք զոհմատուցել կամ հնազանդվել այդ փառքը, այդ ամեն ինչի լավը նա պահեց իրեն։ Ամեն։ Եվ ասում է ժողովրդի հետ միասին հիմա պատմությունը, երբ որ շարունակենք, կտեսնեք, թե այդ ժողովուրդը հետ միասինը ինչ կարևոր, այսպես ասած, նախադասություն է։ Շարունակելով պիտի կարդամ 13-րդ խոսքից։ Սավուղ անոր ըսավ, թուն դերոճմեն օրտնյալ ըլլաս, դերոճը խոսքը գադարեցի։ Սավուղն ասուն, Սամվելին, բայց Սամվելը սավ, հաբա այդ ոչխարներուն ցայնը ինչ պիտի ըլլա, որ իմ ագանչիս կուքա, ու արջարներուն ցայնը, որ ես կլսեմ։ Սավուղը սավ, զանոն կամ աղեկացիներին բերին, քանզի ժողովուրդը ամենեն աղեք ոչխարներն ու արջարները ողջ թողուցին, որպեսզի զանոնք քու Տեր Աստծուդ զոհ մատուցանեն, սակայն մյուսները ջարդեցին։ Ամեն։ Այստեղ տեսնում եք, ասում է, ես Տիրոջ կամքը կատարեցի, օրհնյալ լինես Սամվել, իսկ Սամվել ասում են, բա այս ինչ ձայներ են, ոչխարների ձայներ են գալիս։ Ասում է, դե ժողովուրդը որոշեց իրանց ողջ պահել։ Ժողովուրդը որոշեց։ Երբ որ մենք սկսում ենք մարդուն հնազանդվել եւ ոչ թե Աստծուն, երբ որ մեր կյանքի որոշումները մենք մարդուն ենք տալիս եւ մարդն է որոշում ես ինչ կյանքով պետք է ապրեմ, երբ որ մենք ամաչում ենք մարդու դիմաց Աստծու անունը տալ եւ Աստծու կամքը կատարել, այնտեղ կա հպարտություն, սիրելիս։ Սավուղը ապրում էր հանուն մարդու եւ ոչ թե Աստծու կամքը կատարելու համար։ Մեր կամքն է, մեր կյանքը պետք է ապրենք մենք Աստծո առաջ, ոչ թե մարդու առաջ։ Սամվելը Սավուղին ինչ էլ որ ասում էր, Սավուղ ոնց որ չլսեր։ Հպարտությունը չի կարողանում իր գլխին ունենա, այսպես ասած, գլուխ։ Թագավորը մարգարեին չի ընդունում, զավակը ծնողին չի ընդունում, կինը ամուսնուն չի ընդունում, ծառայողը հովիվին չի ընդունում, եւ այն խոսքերը, որ իրանց ասվում են, կարծես մի ականջից մտնում են, մյուսից դուրս են գալիս, սա հպարտությունն է, երբ որ քո գլխին դու չես կարողանում ընդունես ինչ որ մեկի ասածը որպես գլուխ, եւ դու անում ես ու ապրում ես այնպես, ինչպես դու ես ուզում, սա հենց հպարտության արմատն է, սիրելիս։ Տեսեք 17-ում Սամվելը ինչ է ասում Սավուղին, եւ իրականում այս 17 խոսքը ինձ շատ կպավ։ Ահա թուն, որ քու աչքերուդ բզդիկ գերեვნայիր Իսրայելի ցեղերուն գլուխը եղար, դերը քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց։ Ինչից եկավ հպարտությունը, սիրելիս, որովհետև Սավուղ ինք իր աչքին բզդիկ գերեვნար։ Երբ որ մենք մեր ժվացության մեջ ենք, մենք մեզի բզդիկ կտեսնանք, ինչ կլա մեղք է ադի, սիրելիս, որովհետև հոնդեղեն ինչ կծնի հպարտությունը, հոնդեղեն կծնի, որ մենք ապրենք մարդոց համար, այլ ոչ թե Աստծո համար, որ մենք մեր ինքնակնահատականը մարդոցմե վերցնենք, որ մարդիկ ասեն մենք ինչ լավն ենք, եւ որպեսզի մարդիկ ասեն մենք ինչ լավն ենք, մենք մարդու կյանքը գնենք եւ ոչ թե Աստծո։ Քո կյանքդ ապրիր Աստծո առաջ, որպեսզի Աստված քեզի քնահատական տա եւ ասե ապրիս իմ լավ եւ հավատարիմ ծառա եւ ոչ թե մարդը։ Շարունակելով տեսեք ինչ պիտի տեսնանք հիմա։ Պիտի կարդամ 19-ն, իսկ թուն ինչու համար դերոջը ցայնին հնազանդություն չրիր ու ավարին վրա ինալով դերոջը արչև չարություն արիր։ Սավուղը կպատասխանե. Ահա ես դերոջը ցայնին հնազանդություն արի ու դերը զիս որ ջամփան որ ուղարկեց այն ջամփանքացի եւ ամաղեգի թակավորը ակագի բերի ու ամաղեգի նզովացի պես փնաչին ճրի։ Եվ ասանք սիրելիներս 2-3 անգամ Սամվելը Սավուղին գսե թուն անհնազանդ եղար, թուն ինչու ասան գրեր, ես ծրի գսե որ Աստծո կամքը։ Հբարդ մարդուն ինչքան արգուզես ասե, որ թուն սխալ ես, ինչքան ալ հանդիմանե ինքը ոչ կտեսնա իր սխալը, ոչ ալ հանդիմանությունը կընդունե։ Ես ինչ ըրի որ, ես բամը չրի, ես Աստծո կամքը ըրի, ինքը իր աչքին միշտ ճիշտ է։ Հետաքրքիր է չէ պատմությունը։ Գան չեմ անանք մարդիկ, որ իջաբա լսես չէ, ասկոմը սխալ ես, գսե չէ, ես ճիշտ եմ։ Ինքը իր աչքին միշտ ճիշտ կտեսնա իրեն։
Ամեն։ Եկեք շարունակենք։ 21-րդ խոսքը։ Սակայն ժողովուրդը այն ավարեն ոչխարներ ու արջարներ արավ, նզովածներեն ամենեն աղեկները, որպեսի զանոնք քաղաքաղայի մեջ քոդեր Աստծուն զոհանեն։ Սամվել ըսավ. միթե դերոջը արջև ողջագեսներեն ու զահերը դերոջը ձայնին հնազանդություն ընելու չափ հաջո են, ահա հնազանդությունը զոհեն ու խոսք մտիկ ընելը խոյերու ջարբեն աղեկ է։ Նայեցեք ինքը ինչ հրավ Սավուղը։ Ինքն էր պատասխանատու, ինքը թագավոր էր, եւ գսե որ ես չէի ժողովուրդը։ Վեշեք կորչեմը ես չէի ուրգարնորեն, այո, Աթամ Եվան։ Ես չէի գինս էր, գինը ես չէի։ Օծն էր, հբարդ մարդը չի գրնար որ խոստովանի իր մեղքերը։ Ինքը միշտ ուրիշինին գմեղատրե իր կյանքի խնդիրներու մեջ։ Ամեն մարդ մեղավոր է իր շուրջը բացի իր մե։ Ամեն։ Աթամ Եվանն ալ չէ, նույն այդ բանը, որ ավելին հբարտությանը երթային, որովհետև Սատանը եկեր էր ավելի մեծ գլակ, Աստծո պես գլակ, իրենք այդ ավելին ուզեցին, գերան, եւ հետո երբ որ Աստված եկավ հանդիմանելու, ես չէի, օծն էր, ես չէի, ասինչ մարդն էր, եւ ինքը իր վրա պատասխանատվություն չի վերցներ, որ իր գադարած մեղքերուն, եւ նույնն ալ Սավուղը ես չէի, ժողովուրդը ուզեց վերցնել, եւ Սամվելը ինչ ասավ, հնազանդությունը եւ խոսք մտիկ ընելը ամեն տեսակի զոհեր է, բարձր է։ Ինչ զոհերալ որ ըրած ես, քո անցիդ հետ կապված, քո ժամանակիդ Աստծուն տված ես, քո ֆինանսներդ Աստծուն տված ես, ինչ զոհ որ ըրած ես, եթե հնազանդություն չունիս դու Աստծուն եւ Աստծո դրած գլուխներուն, դու չես կրնար Աստծո օրհնությունները վայելել։ Ամեն։ Բիդի շարունակեմ 23-րդ խոսքը, քանզի ապստամբությունը գախարտության մեղքի բես ու գամագորությունը գրաբաշտության բես է, որովհետև տուն դերոջը խոսքը մերժեցիր, անիգայալ քեզ մերժեց, որբեսի թակավոր չլաս։ Ապստամբությունը գախարտություն է եւ գամագորությունը գրաբաշտություն։ Ապստամբ մարդը գուզե իր գամքը կատարել, անհրամալ գսե գախարտություն է, որ թունք ու գամքդ գբարտադրես կոր, ասի գախարտության բես պամ մնե, իսկ գամագորությունը արդեն գրաբաշտություն է, որովհետև թունք ու գամքդ ամեն ինչին բարձր է, գրաբաշտություն է, այսինքն քեզի համար ադի եղած է գուրք, քու գամքդ գամագորությունդ անհրամալ գսե գրաբաշտություն է, այսինքն սխալ ասվածներու բաշտելու բես պամ մնե։ Գիտեք, ես հին ուխտին մեջ շատ տեղեր տեսած եմ, որ այո, Դավիթ թագավորն ալ սխալած է, բոլորն ալ ովքեր որ սխալած են, զղջացած են եւ դեռ ողորմած է իրենց, եւ Սավուղն ալ գզղջա։ Բայց արդյոք իր զղջումը անգեղծ էր։ Դեսեք, շարունակելով ինչ պիտի տեսնենք Սավուղ թագավորի զղջումին մեջ։ Եվ Սավուղը Սամվելին մեղք կործեցի, որ դերոջը հրամանը ու քո խոսքերդ զանցրի։ Քանզի ժողովուրդեն բախնալուս համար անոնց խոսքին մտի գրի։ Ու հիմա գաղաչե, իմ հանցանքսները եւ ինձի հետ դարձիր, որբեսի դերոջը երկրպագություն անեմ։ Գարձես թե երբ որ բարձ գնային կգարտանք, բամը չի գա։ Ինքը մեղքը հասկացավ, ներողություն գծեգոր եւ գուզեգոր շարունակե, բայց նայեցեք ինչ գսեգոր։ Ժողովուրդեն բախնալուս համար մարդոցմե գվախնանք, որ հանգարց ասմարդը իմ մասիս չի մտածե ես հավատացյալ եմ, կամ իմ մասիս չի մտածե ես ասանգ եմ, հանգարց ասմարդը չսե ինչու ասքան խորացած ես, մարդիկ և իրենց մտածումներն են, որ մեզի կգարավարեն մեր կյանքը, մարդոցմե վախնալուս համար գսեգոր ըրի, Աստուծմե վախնանք, Աստծո վախ ունենանք և ոչ թե մարդոց, ամեն, նայեցեք շարունակությունը, Եվ Սամվել ըսավ Սավուղին, ես քեզի հետ չեմ թարնար, քանզի թուն դերոջը խոսքը մերժեցիր, դերնալ քեզ մերժեց, որբեսի Իսրայելի վրա թագավոր չլաս։ Ու Սամվել դարձավ, որ Սավուղին կովեն երթա, բայց անիգը անոր վերարգույն ձայրեն բռնեց, որ պատրեցավ։ Սամվել ուրեմն ցկեց, որ գերտա, որ Սավուղը բռնեց վերարգույն, քաշեգոր իրեն, քաշածադենը վերարգում պատրվեցավ։
Եվ ոնդեղը նորեն խոսակցություն գերտա ես պիտի գարտամ 30-ը։ Եվ Սավուղը սավ մեղք կործեցի, գաղաչեմ, հիմա իմ ժողովրդիս ձերերուն արջև ու Իսրայելի արջև զիս բադվե և ինձի հետ դարձիր, որբեսի կուդեր Աստծուց երկուրպակություն ընեմ։ Ասի արդյոք զղջում է։ Արդյոք ինքը իրավ զղջացած էր։ Ոչ, զղջում չի գա հոսիրելիս։ Նահեր գսե որ ինձի երկուր բադվե աս մարդոց արջև, հանգարց ինքը խայդարակ չլա, հանգարց մարդիկ իր մասին ավելի վադը չի մտածեն, ավելի ցած չի մտածեն, իր ուշքը միտքը մարդիկ ինչ կմտածեն իր մասին։ Ասի բաշտամունք է մարդուն, ասի հբարդության կակատնագետ է։ Եվ որ քու միտքդ միայն թե մարդը ինչ կմտածի քու մասիդ եւ ոչ թե Աստված, թուն գաբրիս կոր քու կյանքդ, թուն չեմ գիտեր ամեն ինչ կնես կոր որ միայն թե գուզ քու եկեղեցիդ քո հլա, բայց թուն Աստծո գամքը չես փնտրեր եւ Աստծո գամքը չես կատարեր կոր։ Գամ ամեն ինչ կնես կոր քու ընկերներուդ արչեւ գաբրիս կոր կյանքը որ քու ընկերներդ միան քեզի օքեյ են, բարդքի եդևեն գուդաս կոր քու անցդ գզոհես կոր, քու ընտանիքիդ հետ ժամանակը գզոհես կոր, որ ընկերներդ հանգարց քեզ մեջ հերանան։ Ասանք օրինակներ շատ կան սիրելիս, գամ եւ շատ տեսած եմ աշխատողներ ամեն ինչ գնեն գոր, որ հանգարց իրենց շեֆը, իրենց բես այոս է, բրավոյի համար, մի աբրիկ մարդոց համար, մի աբրիկ մարդոց կարծիքի համար, ապրիր Աստծո համար, Աստված ինչ ունի քեզի համար, այո, եւ հնազանդվիր Աստծո գամքին եւ Աստծուն, եւ ոչ թե մարդու համար ապրիր։ Այդ մարդը գրնան լալ թուն քու անցը դլաս, քու անցդ քեզի համար Աստված լա, որ թուն ամեն ինչ գրնաս ընել, թուն ես քու կյանքիդ որոշո, քու գամքդ ավելի կարևոր է, քան թե ովևէ մեկ բան։ Մի ապրիր քեզի համար, քու անցդ մի մեծցներ, սիրելիս։ Սատանան էր, որ իր անցը ուզեր որ մեծցնել, ամենաբարձր տեղը դնել իր քահը, բայց Աստված ինչը սավ։ Մեր օրինակ Աստված է, որ ամեն բան ուներ, եւ սա որ ես իմ անցս ունայնացուցի, այսինքն բարապաների, ես Աստված էի, թագավոր էի, ես ինձի բարապան դեսա, եւ ծարայե գերբարանք առնելով իջավ որբեսի մեզի ծարայե։ Ահա մեր օրինակը սիրելիս, ոչ թե մեր անձերը բարձացնենք, այլ խոնարեցնենք եւ ասիգա քու գամքը դե, քու կյանքդ, քու աբրածդ, քու գամքը դե քու ցերքիդ մեջն է, ես եմ որոշողը ինչ կյանք կապրիմ։ Խոնար թե հբարդ, ես իմ անձս կթնեմ Աստվածը սավ եւ մեկը չի գրնար վերցնել։ Մենք ալ մեր անձերը տնենք, ինչպես որ Աստված իր անձը դրավ եւ ասա որ հնազանդեցավ մինչեւ անգամ խաչի մահով։ Հնազանդություն, խոնարհություն, ծառայել ուրիշներուն եւ քեզի ունայնացնել ես ոչ մի բան եմ ու չունիմ ոչ մի լավ բան։ Այո, զորավոր խոսք է, ինչպես թե ես ոչ մի բան եմ, բայց Աստված որ ամեն բան էր եւ թագավոր էր, ինքն իրեն ունայնացուց, ուրեմն մենք առավել եւս ինչ ունենք որ ունայնացնենք իրականում։ Ամեն։ Սավուղի վերջին պատմությունը պիտի կարդամ առաջին թագավորաց 18:7-8։ Բար բռնող գիները գերքեին ու գսեին. Սավուղ իր հազարավորներ զարգավ, իսկ Դավիթ փյուրավորները։ Սավուղ խիստ բարգացավ ու այս խոսքին համար թշկոհեցավ ու ասավ. Փյուրավորները Դավիթին դվին ու հազարավորները ինձի դվին։ Հիմա թագավորությունը ուրիշ ինչ պակաս մնաց անոր։ Այն օրեն սկսյալ Սավուղ ձուր աչքով գնայր Դավիթին։ Դավիթ, որ իրեն հաղթանակ բերած էր իր ասկին Գողիաթին հետ գրվելով։ Դավիթ, որ իրեն գրվակեր եւ ինքը գահանգստանար։ Դավիթ, որ իր դողուն մոդիկ ընկերներ։ Դավիթ, որ մտերիմ հարաբերություններ ուներ հետը։ Փառավորվեցավ եւ մարդիկ փառավորեցին Դավիթին իր հաղթանակներու համար։ Իր սրդին մեջ նախանձը մտավ, ինչպես կրնա Դավիթը իր մե բարձր լալ։ Եվ սկսավ հալածել Դավիթին, գահալածել եւ գուզեր սպանել Դավիթին, որովհետեւ իր հբարտ սիրտը չեր գրնար ուրախանալ իր ընկերոջ փառավորությամբ
Հբարտ մարդը չի գրնար ուրախանալ, որ իր ընկերը կբարձրանա Աստծո մեջ, կամ կորձին մեջ նախանցով գլեցվի։ Կդեսնանք հբարտությունը ոս ինչ կբերավ եղբայրասպանություն։ Ամեն։ Նույն Գայեն եւ Աբելի պատմությունը, հբարտությունը, նախանցը եւ եղբայրներու սպանել։ Տեսեք, հբարտությունը մինագը չի կար։ Հետ ամեն տեսակ մեղք, ինչ մեղք կուզես կբերե, անոր համար շուտ հապույտ սիրելիներս, պետք է ազատ ըլլանք մենք հբարտությունը։ Շուտ հապույտ պետք է խնդրենք Աստծո եւ ասենք ազատե մեզի աս հբարտությունեն։ Ամեն, Աստծո մեջ մենք իրականում մեկ մարմին ենք։ Մեր եղբայրները, մեր քույրերը մեկ մարմին ենք եւ պիտի գարտամ առաջին Կորինթացիս 12:26-ը։ Եվ եթե մեկ անդամը նեղություն գրե, բոլոր անդամները կնեղվին անոր հետ, եւ եթե մեկ անդամը փառավորվի, բոլոր անդամները ուրախանան անոր հետ։ Մենք մեկ անդամ ենք եկեղեցու, մեկ մարմինն ենք Հիսուսի։ Եվ եթե մեկը կբարձրանա, մենք սրտանց կուրախանանք մեր քրոջ համար։ Իմ քրոջ վիդեոները հազարավոր դիտումներ են ունենում, ես սրտանց ուրախանում եմ, այդպես է պետք, որովհետև մենք երկուսս մեկ ենք եւ մեկ գործի ենք ծառայում։ Ոչ թե ինչ որ մեկը եթե բարձրանում է, մենք սրտնեղենք եւ ասենք, օ ոչ, ինքը ինձանից բարձրացավ, ոչ, մենք սրտանց ուրախանում ենք, որովհետև մենք մեկ մարմնի անդամ ենք։ Ամեն։ Եկեք իսկապես սիրելիներս, Աստված կարող է ձեր ցածր ինքնագնահատականը բարձրացնի։ Գերություն է ապրել մարդկանց համար, մարդկանց կարծիքի համար, որ մարդիկ չգնան։ Գերություն է իշխանամոլ լինելը, նա իր իշխանությունն ու աթոռը բաց չէր կարողանում թողել Սավուղը։ Այդ կյանքը օրհնություն չի կարող բերել սիրելիս։ Դրա համար հետևենք Աստծուն։ Աստված մեզ այնպիսի լիարժեքությունով կլեցնի, որ մենք իսկապես ոչ թե կտեսնենք մեր եղբայրների մերկությունը, ինչպես Ադամ եւ Եվան, երբ որ կերան տեսան մերկությունը, այլ մենք տեսնենք Աստծո փառքը մեր եղբայրների կյանքում։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ուրեմն նորեն վերադառնալով առաջի թագավորաց 15-ը երկու տեղ կուզեմ ձեր ուշադրությունը սևերը 15 եւ 21 խոսքերի մեջ տեսեք ինչ միանման բաներ գծե Սավուղը։ Սավուղը ցանոք ամաղիկացիներեն բերին, քանզի ժողովուրդը ամենայն աղեկ ոչխարներն ու արջարները ողջ թողեցին, որպեսզի զանոնք քու Տեր Աստծուց զոհմալուցեն, սակայն մյուսները չարթեցին։ Վերադառնալով 21-րդ խոսքը նորեն։ Սակայն ժողովուրդը այն ավարեն ոչխարներ ու արջարներ արավ, նզովացներեն ամենեն աղեկները, որպեսզի զանոնք գաղգաղայի մեջ քու Տեր Աստծուց զոհ անեն։ Քու Տեր Աստծուց։ Այսինքն ոսկը տեսնանք, որ իր Աստվածը արդեն չէր Տեր Հիսուս Քրիստոսը կամ Եհովա Աստվածը։ Իր Աստվածը արդեն իր փառքն էր եւ մարդկանց կարծիքը ինքը մարդուն էր ծառայում։ Անոր համար Աստված կսե երկու դիրոջ չեք կրնար ծառայել, կամ մեկուն պիտի սիրեք, կամ մյուսին պիտի ադեք։ Ամեն։ Ինքը բարձ կսե որ քու Տեր Աստծուց մարգարեին ինքը չընդունեց Աստծուն որպես իր Աստվածը, որովհետև ինքը չէր տեսնում, որ իրեն, որ ինքը Աստծուն էր ծառայում, ինքը մարդոց էր ծառայում։ Ամեն։ Գիտեք, երբ որ մենք ինչ որ անում ենք, մարդոց համար ենք անում, դա հենց ծառայություն է։ Ուզում եմ կարդամ Կողոսացիների 3:23-24-ը։ Ինչ որ գնեք սրդանց արեք, որպես թե Տերոջը ու ոչ թե մարդոց։ Գիտնալով, որ ժառանգության հատուցումը Տերոջմեն պիտի առնենք, վասնզի Տերը Քրիստոսին գծառայեք։ Ինչ որ գնենք, անենք Աստծո ոչ թե մարդոց համար։ Մարդոց արջև չապրինք, այլ Աստծո արջև ապրինք, որովհետև Աստված մեր ըրածները ինքը պիտի հատուցե, որովհետև իրեն գծառայենք։ Ինչը։ Նայեցեք շատ աղբոր է աս համարը, երբ որ գլուխը երթանք աս համարին, դեսեք ինչ կսե 18-ը,
Գիներ հնազանդ եղեք, հետո 19, ամուսիններ սիրեցեք ձեր կնիկներուն, հետո 20, որդիներ ամեն բանի մեջ հնազանդ եղեք, 21, ծնողներ մի փարգացուցեք ձեր որդիներուն, 22, աշխատող թող իր, այսինքն մարմնավոր դերերուն հնազանդ լա, ասոնց մեջ ըսեգոր, այսինքն եթե դու լավ գինես, լավ մայր ես, լավ ծնող ես, լավ ամուսին ես, ինչ որ ես, լավ աշխատող ես, շատ աշխատասեր ես, քեզի վեսը չի գա, լավ ծառայող ես, լավ քարոզիչ ես, ինչ որ ես, մի ըներ, գսեգոր, մարդոց համար, ես լավ մայր եմ, ոչ թե որ ինձի ես պախտադեմ, ուրիշին հետ իրեն համապատասխան, իր մե ավելի լավ մայր եմ, ոչ թե որ ես իր մե ավելի լավ չեմ գիտեր գինեմ, դանդիգին եմ, ինչ որ գնեք, սրդանց ըրեք, որպես թե դերոջը ու ոչ թե մարդոց, ամեն, գրնամ գոր ցեզի բացատրեմ միտքը սիրելիներս, ապրենք մեր կյանքը ինչ որ ենք, ոչ թե մարդոց համար, ոչ թե որ մեզի փախտadենք, որ մենք ավելի լավն ենք, աս ոլորտներում քան ինչ որ մեկը, այլ Աստծո արչև, որով հետև գսե, գիտնալով որ ժառանգության հադուցումը դերոճմեն պիտի առնենք, հադուցումը Աստված մեզի պիտի հադուցե մեր լավ լալը մայր կամ գին կամ ովևէ բանի մեջ ինչի որ մեջ ես կամ լավ քարոզիչ ես Աստծո մեզ սպասեք ու հադուցումդ ոչ թե մարդոց մե ամեն ոչ թե մարդոց կովասանքներեն որ տուն օ հրաշալի ես ամեն գիտեք երբ որ մենք հաստատված ենք Աստծո մեջ մեր էությունը մենք կգործենք Աստծո խոսքի համապատասխան ադի ժայր է մեզի համար երբ որ Աստված ինձի ասած է կնախ չգս աս բանը արե ու ես այդ վերցուցած եմ Աստծո խոսքը եւ ինձի հիմ քրած եմ եւ ադոր վրա աշխատիմ եւ գիտեմ որ Աստված ասեր ասելով գնեմ ով ինչ քնահատական գուզե դա կնահլա լսեն ասին չէ ըրածդ գիտես երբ որ նոյան դաբանը շինեց մարդիկ քնահատական չի դվին ասին չէ ըրածդ բայց նոյը հաստատված էր որ ինքը ճիշտ գնեք որ քանի որ Աստծո խոսքի հիման վրա գնեք որ Աստծո համար գներ որ եւ ոչ թե մարդոց համար անորոշ նոյը դրդմեցավ չգդրվեցավ երբ որ մարդիկ իրեն քնահատական չի դվին հագարակը ծաղրեցին բայց երբ որ մենք գիտնանք մեր արժեքը, մեր ինքնությունը, ով ենք մենք Աստծո մեջ եւ Աստծո խոսքի համաձայն գալենք որ ով ինչ կուզե ասե մեր շուրջը, մեզի չի ինացներ մարդու քնահատական ամեն Եվան չեկիցավ իր անձը եւ Աստծո խոսքը Աստված Ադամին եւ Եվային իր գերբարանքով ստեղծած էր, բայց քանի որ Եվայի սիրտը չէր հաստատված Աստծո խոսքի վրա, որ ինքը Աստծո գերբարանքով ստեղծված էր, Սատանան եկավ եւ խաբեց իրեն, ասավ. «Գեր Աստծո նման գլաս»։ Բայց երբ որ ինքը գիտնար թե ով է ինքը, որ ինքը արդեն Աստծո նման էր, ադանք ապրեր, այդ խոսքի հիման վրա ապրեր, ինքը չէր խաբվեր Սատանայի սուդին, ասելու գեր Աստծո նման գլաս։ Ամեն։ Անորամար Եկեք հաստատվենք Աստծո վրա, ինքն է ժայրը, և այո ապրենք Աստծո առջև, Աստծո առջև թաքուն եղածը դերը հայտնաբես պիտի հադուցե մեզի, ոչ թե ապրենք, ոչ թե լավ մամա ըլլանք, որպեսի մարդոց ծծնենք, որ մենք լավ մայր ենք, ոչ թե լավ գին ըլլանք, որպեսի մարդոց ծծնենք, որ մենք լավ գին ենք, այլ ինչ որ գնենք, ըլլա հոգևոր, ըլլա մարմնավոր մեր կյանքերը, Աստծո առաջ ենք, որովհետև իր մե պիտի վերցնենք։ Գիտեք, հբարդության մի ուրիշ օրինակ էր նաև փարիսեցիները։ Փարիսեցիները միշտ իրենց կուզեին բարձրացնել եւ շատ բարձ էր միայն մեկ օրինակը վիճբերեմ։ Երբ որ Փարիսեցին աղոտ գրավ, ասավ ես լավ ձոմ կբահեմ, որ ես ասանք կապրիմ է, իսկ աս մեղավորը շատ մեղավոր է։ Մատը ծծնելով իր մեծած ընկածին, իր մեղավորին, եւ Աստված գիտես ինչ ասավ։ Այն մեղավորը, որ իր մեղքերը կտեսնար գոր եւ իրեն չեր համեմատեր է եւ եկած էր զղջումով, ինքը արդարացած դուն կնած։ Հբարտներուն արդարացում չկա։ Եթե դուն քու արդարացումը քու ճիշտ լավ լարը դե Աստծո առջև բիղձ է այդ մարդկային արդարացումը։
Փարիսեցիներու համար ավելի խորացված առանձին նորեն ունենք պատկամ գրնակ զգուշացեք փարիսեցիական խմորեն քարոզը լսեք շատ հետաքրքիր պատկամ է ավելի խորը գխոսին կոր ադոր մասին փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին եկեք աղոթքով եզրափակենք Տեր Հիսուս շնորհակալ ենք այս ուղերձի համար այո Տեր Ես մերժում եմ, ես հրաժարվում եմ ամեն տեսակի հպարտությունից, ամեն տեսակի մարդուն ծառայելուց, ամեն տեսակի իմ մեղքերը չտեսնելուց եւ չընդունելուց Տեր։ Հանդիմանիր ինձ, սովորեցրու, որ ես լինեմ քո մեջ, որպեսզի վայելեմ այն օրհնությունները, որ ունես իմ համար։ Այո Տեր, ես մերժում եմ ամեն այդ ավելիները, որ Սատանան է առաջարկում լինել ավելին, ես մերժում եմ, ասում եմ ոչ մի ավելի ես չեմ ուզում իմ կյանքում, այն ուզում եմ այն, ինչ դու ունես Տեր։ Տեր, իմ ինքնագնահատականը թող գա միմիան քեզնից, եւ իմ ականջները բացում եմ քեզ, որ դու ինձ լցնես Տեր, քո սիրովը։ Եվ ես հրաժարվում եմ մարդու ծառա լինելուց։ Հիսուս Քրիստոսի անունով, այո, ես Տեր, այսուհետև որոշում եմ կայացնում, որ պիտի ընդունեմ այն բոլոր հանդիմանությունները, որ գալիս են, եւ չպիտի լինեմ Սավուղի կամ Ադամ Եվայի նման մատս ցույց տալով, ուրիշներին մեղադրելով, այլ պիտի վերցնեմ իմ պատասխանատվությունը իմ գործած մեղքերի համար։ Տեր սովորեցրու քայլեմ քո հետ, քո ճանապարհների մեջ եւ լինել խոնարհ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն սիրելիս, իրականում շատ հրաշալի է մտնել խոնարհության ճանապարհի մեջ, լինել խոնարհ, որովհետև խոնարհության մեջ լինելն է, որ մեզ բերում է օրհնություն։ Արակացում ասում է խոնարհության առաջից գնում է փառքը, իսկ հպարտության առաջից գնում է կործանումը։ Մի ուրիշ տեղ էլ գրում է խոնարհության վարձը հարստություն, պատիվ եւ կյանք է։ Ամեն։ Եթե սիրելիներս դեր չեք բաժանորդագրվեք, անպայման հավանեք այս ձայնաերիզը կիսվեք ձեր ընկերների հետ, ովքեր կարիք ունեն այս խոսքը լսելու, որոնց համար օրհնություն կլինեն եւ թողեք մեկնաբանություն, որպեսզի այս ձայնաերիզը տարածվի ել ավելի։ Հիսուս Քրիստոսի անունով օրհնված եղեք։ Ամեն։